Ընկերներ ողջույն, դուք արդեն պահածոյացրել եք խաղողի տերև, եթե ոչ, միացեք իմ ալիքին, գնացինք միասին պատրաստելու, վաղադրտոմսը փորձված է, շատ հեշտ և արագ է պատրաստվում, մնացեք ինձ հետ, գնացինք։ Հավաքում եմ ամենանուրբ և մատղաշ տերևները, նայեք ինչ գեղեցիկ տերևներ են, մնացեք ինձ հետ, գնացինք պատրաստելու։ Տերևը հավաքեցինք, հաջորդ քայլը դա դասավորելն է, մի քիչ ժամանակատար է, բայց հեշտ և արագ է ստացվում։ Դասավորենք և գնանք պատրաստելու։ Ջուրը եռում է, հիմա ավելացնում եմ աղ։ Աղը լցնում եմ այնքան, որպեսզի ջուրը մի փոքր աղի լինի։ Այսքան բավական է, որից հետո վերցնում ենք արդեն իսկ դասավորած տերևները և տեղափոխում ջրի մեջ։ Այս պրոցեսը արագ է ստացվում և նայում ենք, անմիջապես դեղնելուց հետո շրջում ենք, նայեք, դեղնեց և շրջեցինք։ Չենք թողնում, որպեսզի երկար մնա, չփափկի, դեղնում է, շրջում ենք 1 րոպե, մի քանի վայրկյան, րոպե էլ չէ, մի քանի վայրկյան սպասում ենք և հանում ենք, անմիջապես տեղափոխում ենք տարայի մեջ։ Հիմա ես կտեղափոխեմ տարայի մեջ։ Սա շատ արագ է ստացվում, ամենահարմար տարբերակն է պահածոյացնել տերևը։ Նայեք, երկու կողմից դեղնում է և հանում ենք, երկար չենք թողնում, որպեսզի չփափկի։ Նույնն էլ սա։ Եվ շարունակում ենք ընթացքը։ Քանի որ ինձ մոտ ես լավ սա դնեմ և ցույց տամ, ձեզ ասեմ, ինչ ենք անում հաջորդիվ։ Շրջում ենք, արագ շրջում ենք, չենք թողնում, որպեսզի երկար մնա։ Հիմա, քանի որ տարայի մեջ ջուրը լիարժեք չի ծածկում, ջուրը լիարժեք չի ծածկում, ինչ ենք անում։ Վերցնում ենք այս եռացող ջրից, այսպես պահեմ, որպեսզի ձեզ երևա, և ավելացնում ենք այստեղ։ Մեզ ուրիշ ոչ մի բան հարկավոր չէ։ Վերջ։ Փոքրել, շատ լավ է, և փակում։ Ընթացքում ավելացնում ենք նաև աղ։ Մի քանի տարավ փակելուց հետո ավելացնում ենք կրկին աղ և շարունակում ենք։ Ընկերները, հայ է վերջնական արդյունքը։ Անպայման փորձեք այս տարբերակով, ստացվում է արագ, հեշտ, պահպանում է համը, բույրը, տեսքը։ Շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ ինձ աջակցելու, ինձ հետ լինելու համար։ Սասետ Մարիաննան էր, կհանդիպենք առայժմ։